աշխատել ուղիղ եթերում իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ապրիլի 24-ին Ցեղասպանության 111-րդ տարելիցն էր։ Հաջորդ օրը քաղաքացիորն էր կամ լափափարթի, այսպիսի բառ է, որովհետև ոմանք շատ դժգոհ էին, փաստորեն իրենք գիտեին, որ այդ ամեն ինչը պիտի անվճար լինի, եկան եւ կանգնեցին փաստի առաջ։ Այդ մի կտոր միսը անգամ ափսոսած այն ժողովրդին, որ վարչապետ եղածալով եկել էին բոլորը այդտեղ, վարչապետ էին, չէ՞ մեծ ասում, վարչապետներ էին, այդ մենք չենք հրճակել, Նիկոլն էր հրճակել, բայց այդպես գնացին, ես հույս ունեմ նաև դուք սրա մասին կխոսեք։ Եվ նաև մի ուշագրավ բան, վստահ եմ, որ ձեր աչքից էլ չի վրիպել, Հանրային հեռուստաընկերության Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի փոխտնօրեն, հա, Ռոբերտ Թաթոյան, խոսում էր ցեղասպանության մասին եւ ասում է, չի մենք ինչու ենք այդպես ասում, չի բացառում, որ համաճարակ է եղել, չգիտեմ ինչ։ Մասը սովից եւ համաճարակներից են 1.5 միլիոն։ Ով կպատկերացներ, որ ինչ որ հայազգի ինչ որ խմբակ, չգիտեմ հիմա արդեն ոնց ասեմ, որ կգա մի օր եւ հանրային հեռուստաընկերությամբ կժխտեն հայոց ցեղասպանությունը։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հիմա ընթերցել Նյու Յորքի քաղաքապետ Զահրան Մամդանիի իր X բլոգում գրված հայոց ցեղասպանության տարելիցի օրը գրառումը եւ այսպես Զոհրան Մամդանին Նյու Յորքի քաղաքապետը գրում է Հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից այսօրվա Թուրքիայի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Այնուհետև Նյու Յորքի քաղաքապետը ավելացնում է 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի, շարունակելով ցեղասպան այն արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։ Եվ այսպես Նյու Յորքի քաղաքապետը խոսում է հայոց ցեղասպանության մասին եւ ասում է, որ 100 տարի անց Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակելով ցեղասպան քաղաքականությունը, ցեղասպանություն իրականացրեցին Արցախում նաև էթնիկ զտումներ, վտարելով 100,000-ից ավել հայերի եւ այդ նույն օրը հանրային հեռուստաընկերությամբ Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Woman 1-ը, հա, շարունակելով Նիկոլի, հələ մի հատ այդ 1.5 միլիոնի ծննդականները բերեք տենանք, իսկապես այդքան մարդ ցեղասպանվել է թե չէ, ասում է Իսկ մենք պետք է նկատի ունենանք նաև, որ այդ 1.5 միլիոնի մեջ մի մասը մահացել է սովից, մի մասը մահացել է համաճարակից, հա, այդպես մի հատ հանձնաժողով հրավիրեք, հա, ազգային ժողովում, վերջում եզրակացրեք, որ 1.5 միլիոնը զոհվել են գրիպից օրինակ, նույնիսկ Թալիաթը, եթե գնար հմեկի եթեր, նույնիսկ Թալիաթը նման բան չէր ասի, որովհետև Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանությունից այն կողմ ինչ վերսիա ասես քննարկվել են, բայց նույնիսկ թուրքերը իրենց թույլ չեն տվել իջնել այնքան, որ ասեն, որ զոհվել են սովից եւ զոհվել են համաճարակներից եւ անգամ Թուրքիայում ցեղասպանությունից հետո եղած դատավարությունների ժամանակ երիկ թուրքերի հանդեպ նման ցինիկ, նման ամբարո տեսակետ, որ 1.5 միլիոնին հո չեն մորթել բոլորին, նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթի ճանապարհին սովից են մահացել եւ համաճարակներից, բա հարց ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Այդ ինչին գաղթում, այդ դեր զորի գաղթը, այդ ճանապարհը, այդ մահվան ճանապարհը, այդ իրանց արաքսը նետելը հենց նենց էին անում, գրիպ էին ընկել, որոշել էին ուրեմն գաղթի ճանապարհ բռնել եւ որոշել էին ցեղասպանվել, չի կարելի Հասկանում եք, դուք փորձում եք Նիկոլից ավելի Նիկոլ լինել, Նիկոլից ավելի Նիկոլ հնարավոր չի լինել,
որովհետև Նիկոլ պարզապես այս աշխարհի այս երկրագնդի արգանդը մի քանի նմուշ կարար լինել ամբողջ բա չէ ինքը Զելենսկուն անցնում է հավատա Սահակաշվილი 100% կտեսնեք Սահակաշվիլի Զելենսկի ինքը այդտեղ իրանց ուրեմն չէ Սահակաշվիլին անցել է բայց Զելենսկուն հավատացեք Զելենսկուն էլ անցնելուն այս մասով քանի որ Տիկին Թոմասյանը խոսեց նաև քաղաքացի Փաշինյանի օրվա մասին։ Մինչև դրան գնալը ցեղասպանության թեմայի հետ կապված դուք տեսաք թե ինչ մի հատ աղմուկ բարձրացավ դրոշի այրման հետ կապված, չենք մոռանում, որ ոնց էին Արցախում իրենց ոտքերը մաքրում Ալիևից բռնած հայկական դրոշի վրա, ոնց էին, ես չգիտեի, պարոն Նահապետյանը ասեց, որ դրոշով, հայկական դրոշով մեր զինվորներին այսպես փաթաթել են, որ գնդակահարել են, եւ ինչ է տեղացել, եւ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չկա։ Ինքը միանգամից ներողություն է խնդրում, դատապարտում է, հաջորդ օրը ցեղասպանության օրը հրապարակումներ են լինում տարբեր տեղերում Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ գորշ գայլերի նշաններ են ցույց տալիս, զվարճանում են, բան ծպտում, ոչ մի բան սրանց կողմից չկա։ Խնդրեմ։ Համաձայն եմ, ուրեմն մենք տեսանք, որ ջահերով երթը դեռ չավարտված Նիկոլ Փաշինյանի խոսնակը անմիջապես Նիկոլի անունից դատապարտում է դրոշի այրելը, այնտեղ ինչ որ տարբեր ԿՊԱ-ականներ ասում են, սա ինչ վանդալիզմ է, չի կարելի, բայց նույն Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան ինչ է կանելու միջազգային հարթակներում արդյոք բարձրացնելու ենք Ստեփանակերտի մայր տաճարի Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարի հիմնահատակ ոչնչացումը դրանից մի քանի օր առաջ էլ Ստեփանակերտում ոչնչացվել էր Սուրբ Հակոբ տաճարը Նիկոլ Փաշինյանը ասում է չէ մենք դա չենք դարձնելու միջազգային հարթակներում քննարկման առարկա որովհետև պիտի տեսնանք ինչը պիտի տեսնաս Սուրբ Աստվածածին Հովանու տաճարը հիմնահատակ ոչնչացվել է ինչը պիտի տեսնես բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք որ Թուրքիայի դրոշի այրելը Գյումրիում էլ Ադրբեջանի դրոշի այրելը դառնում է այս իշխանության դատապարտման առարկան եւ Ալիևը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանության օրը Գյումրիում եւ Երևանում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը այրողներին ես չեմ բացառում եւ չեմ զարմանա որ առաջիկայում մենք տեսնենք որ այն երիտասարդները ովքեր իդեպ դա գիտեք երբ որ այրվում է Թուրքիայի դրոշը դաշնակցության երիթերի ակցիայի ժամանակ դա մեկ կուսակցության երիտասարդական թեվա դա պետությունը չի այրում բայց որ Ադրբեջան պետությունը քանդում է կազմակերպված որպես պետական քաղաքականություն ավիրում է հայկական եկեղեցիները երբ որ Ադրբեջան պետությունը մորթում է մեր զինվորներին գնդակահարում է մեր զինվորներին եւ մեր զինվորներին փաթաթելով Արցախի եւ Հայաստանի դրոշների մեջ մի հատ էլ սպանված մարմինը խոշտանգում է դա անում է Ադրբեջանի պետությունը դա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է եւ մենք տեսնում ենք որ ձայն չկա այս գանձերն են ավիրել այս գանձերը ահա այս մշակութային կոթողները ավիրել են եւ մենք հասկանում ենք թե ինչի է Նիկոլը ասում որ չէ մենք սա միջազգային ատյաններում քննարկման առարկա չենք դարձնելու բայց ես գրավոր արդեն հենց առաջի օրը դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել եմ Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին, տեսնենք, հիմա գալիս են խաղաղության դրոշով, գալիս են մոլորության դրոշով, գալիս են հայ ժողովրդի հերթական անգամ խաբելու դրոշով։ Համաձայն եմ ձեզ հետ Տիկին Թոմասյան, առաջիկայում մայիսի 3-ից 4-ը 2-3 օր Երևանում է լինելու այո Եվրոպական միության բոլոր լիդերները Մակրոնով այդ թվում Եվրոպական միության քաղաքական ղեկավարները Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Կայա Կալաս եւ բոլոր մյուսները հիմա տեսնանք նրանք իրենց հետ ռազմագերիներ բոլորին առանց որևէ բացառության, որովհետև նույն Բրյուսելի խորհրդարանը ընդունեց բանաձև, որ պարտավոր է Ադրբեջանը հարգել մշակութային ինքնությունը հայերի եւ նույն Բրյուսելի Բելգիայի խորհրդարանը եւ նույն Եվրոպական միության խորհրդարանը մի 10 անգամ 20 թվականից այս կողմ ընդունել է բանաձև եւ կոչ
որ անհապաղ պիտի ազատ արձակվեն Բաքվում պահող բոլոր ռազմագերիները։ Հիմա տեսնենք Տիկին Ուրսուլան իր հետ իդեպ ֆանտաստիկ լավ հարաբերություններ ունի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ալիևի հետ եւ այո մենք տեսել ենք նրանց գրկախառնված նկարները, տեսել ենք Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հուզիչ գրառումը, երբ որ իր ինքնաթիռը պիտի իջներ Բաքվի օդանավակայան, օդում արդեն ինքը գրառում էր արում, որ ես վայելելու եմ Բաքուն եւ Ալիևի հետ հանդիպումը։ Հիմա տեսնենք մի քանի օր մնաց, որովհետեւ մենք առ այս պահը չենք ստացել օմբուդսմենի պատասխանը Ռուբեն Վարդանյանի կոչին, բացի նրանից, որ Հայաստանի օմբուդսմենն ասել է, որ չկա տենց բան, Ադրբեջանի օմբուդսմենը ինձ հետ որևէ ժամկետ եւ որևէ խնդիր չի քննարկել Բաքու գնալու, ինքը չի քննարկել, ինքը ստում է։ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Տիկին Մանասյան թե Մանասերյան, ես ձեր ազգանունը չեմ հիշում, Մանասյան, հուշում են իմ գործընկերները, դուք դիմեք Ադրբեջանի օմբուդսմենին, ասեք ուրեմն Սաբինա Ալիևա դուք ստում եք կամ մի ասեք ստում եք, դուք երբ եք ինձ հետ քննարկել Բաքու այց եւ մեր ռազմագերիներին այցելելու հարց, չեք քննարկել, բայց ես հիմա պատրաստակամություն եմ հայտնում գալ, ես ասել եմ Տիկին Մանասյան, ես էլ ձեզ հետ կգամ, եթե մենակ վախենում եք գնալ Բաքու։ Հիմա